Եվրոպական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում չի բացառվում, որ Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին հայտարարություն ընդունվի, կանխատեսում է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։ 3 օրից Երևանում են հավաքվելու եվրոպացի առաջնորդները, ինչպես է Հայաստանի իշխանությունը արձագանքելու դրան։ Մենք ինչ ենք անելու։ Միկրոֆոնն ենք անջատելու, թե եթերից այդ հատվածը հանելու ենք։ Միջազգայնագետը հիշեցնում է, ընդամենը 10 օր առաջ Լյուքսեմբուրգում Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո կայակալասներ հայտարարել, որ ԵՄ 27 պետություններից 26-ը կողմ են Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն։ Վրաստանը ժողովրդավարական սկզբունքներին վերադառնալու նշաններ չի դրսևորում եւ այդ ընթացքը պետք է փոխվի։ Վրացական իշխանությունների համագործակցության պատրաստակամության ապացույց կարող էր լինել իրական մասնակցությունը մարդու իրավունքների շուրջ երկխոսությանը։ 2024-ի աշնանը վրացական երազանքը որոշեց մինչև 2028 թվականը դադարեցնել Եվրամիության անդամակցելու շուրջ բանակցությունները եւ հրաժարվել ԵՄ-ի բյուջետային դրամաշնորհներից։ Ըստ վերլուծաբանների, եվրոպացիները չեն համակերպվում այն մտքի հետ, որ իրենց ազդեցությունից ազատվում է Վրաստանը եւ փորձում է առաջ տանելով իր պետական շահը չհակամարտել ռուսների հետ։ Մինչդեռ Հայաստանի իշխանությանը, ըստ Բալասանյանի, դաշ չի լինում ոչ միայն Վրաստանի օրինակը, այլև սեփական սխալը։ Մենք մի անգամ այստեղ Եվրանեստ արեցինք, մինչև հիմա դրա պտուղները հայ-վրացական հարաբերություններում խաղում են։ Երևանի ու Թբիլիսիի հարաբերությունները լարվել էին 2025-ի նոյեմբերի սկզբին, երբ Երևանում Եվրանեստի վեհաժողովում ընդունվել էր մի բանաձև, որը կասկածի տակ էր դնում Վրաստանի իշխանության լեգիտիմությունը, խորհրդարանական ընտրությունները որակում կեղծված։ ՔՊԱ-ականներն այդ օրերին վստահեցնում էին, թե վրացիներին բարկացրած ձևակերպման հետ իրենք ոչ մի առնչություն չունեն։ Դա Եվրամիության ընդհանուր դիրքորոշումն է։ Այնինչ ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է, Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը եւս կողմ է քվեարկել հայ-վրացական հարաբերությունները պղտորած փաստաթղթին։ Վրաստանի ինքնահռչակ իշխանություններ այդ ձևակերպման իրան կողմ են քվեարկել։ Այո, Նիկոլ Փաշինյանը փորձեց ինչ-որ կերպ այդ հարցը լղոզել, հարթել, մարտի 11-ին ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում, որ մենք Վրաստանը ընդհանրություն ենք փորձեց Վրաստանին պաշտպանել, բայց Եվրամիության արձագանքը, որ դու քո հարցերով զբաղվի։ Արթուր Խաչատրյանի պնդմամբ եվրոպացի չինովնիկները Երևան գալով մեկ խնդիր են լուծելու՝ նոր թափ հաղորդել ոչ միայն հակառուսական, այլև հակավրացական տրամադրություններին։ Ես իրոք չեմ բացառում, որ Հայաստանում Վրաստանի դեմ ինչ-որ մի հայտարարություն ընդունվի, մանավանդ որ մամուլում լուրեր հայտնվեցին, որ եվրոպական կառույցները Վրաստանի դեմ պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել։ Եվ ես նաև չեմ բացառում, որ Վրաստանի կողմից Ջիլիզայի հատվածի սահմանազատման հարցը վերադարձվեց օրակարգ, փոխկապակցելով Հայաստանի հնարավոր դիրքորոշման հետ։ Փաշինյանի ընդդիմախոսները վստահ են, նրան հիմա միայն իր վերարտադրվելն է հետաքրքրում եւ կապ չունի Երևանում եվրոպացիները ինչ հայտարարություն կանեն եւ դրանց հետևանքով ինչ լարվածություն կառաջանա Վրաստանի հետ մեր հարաբերություններում։ Վարքագիծը դա ցույց տալու։ Վրաստանի հետ պետք է ունենանք կայուն ռազմավարական, պրագմատիկ շահերի վրա հիմնված հարաբերություններ, ընդգծում է Արթուր Խաչատրյանը։ Եթե Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները շարունական ջերմանալ, եւ եթե ինչ-որ մի օր գործի Սուխումի Թբիլիսի երկաթուղին, այդա իրոք կլինի մեր համար ապաշրջափակում, այդա կլինի հասանելիություն դեպի մեծ շուկաներ։ Մնացած ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու համար մղվող պայքարում Հայաստանը մանրադրամ դարձնելու քաղաքականության դրսևորումն է եւ դրա համար լուծումը Նիկոլ Փաշինյանին մի քանի շաբաթից տուն ուղարկել։ Իսկ մինչ Փաշինյանը տուն կգնա, մամուլը գրում է, որ առաջիկայում Հայաստանի նկատմամբ ռուսական նոր պատժամիջոցներ են լինելու։ Ըստ հրապարակ օրաթերթի Ռուսաստան հայկական գյուղմթերքի, ծաղիկների, հանքաքարի եւ այլ ապրանքների արտահանումն է բարդանալու։ Ցավոք սրտի մենք սրա մասին զգուշացնում ենք։ Մեր հասարակությանն էլ էինք հորդորում չափավորել այն հակառուսականության այդ հիստերիան, որ կա Հայաստանում։ Կարեն Մանգասարյան, Միլենա Պողոսյան, Նորա Շարբաթյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։